Ողջույն բոլորին երեխեք ջան, ասեցի ձեռից սկսեմ մեր նոր վլոգը, որովհետև ես խոհանոցում նկարահանումների մեջ էի, կիսաֆաբրիկատների էջի գովազդեի նկարում, փորձարկում եւ այլն, փորձել եմ շատ համով էր, հիմա վառանում էլ կա ուտելիք, գազօջախի վրա էլ կա, մի խոսքով լիքը համովություններ էր եկել մեր տուն, այդ ուսախ տնականի պես սարքած էլի շատ լավ է, հիմա պիտի ավարտի այդ հատվածը նկարենք, բայց մինչև այդ ասեցի միա ձեզ ողջունեմ եւ ցույց տամ այստեղ ինչ եմ սարքում։ Այստեղ իրանց իշտիկ թուղթաներն են, ինչպես տեսնում եք։ Այստեղ պաքսիմատացված, եթե ես ճիշտ եմ անցալում, հա, հավա, հավի միսա, այս էլ հավի բդիկներ են։ Հիմա մի պարտիալ կհանեմ, իսկ վառարանի մեջ խաչապուրի է եւ դուք ասեք նգաթա։ Ու նաև սարցախցիկ է մնացածը տեղափոխել ավելի ուշ սարքելու նպատակով, առայժմ այսքանն է մեզ պետք, անուշ բույր է տարածվել խոհանոցում, երեխեքը մամա բեր, մամա երբ ես բերում մամա բեր։ Այս անտեր եղանակներն էլ այն ձևի են տատանվում է, որ գլուխը տրակում է, մեկ սենց ուսում արև դուրս գա, մեկ ձգվում է երկինքը, մեկ անձրև է գալիս, մեկ ամպրոպ է, մի խոսքով մի հատ գժական եղանակ։ Համով էր դավես։ Դատելով թե Զուբիկը պետք է իրան տանենք ատամնաբուժի մոտ իրականում այս քանի օր է Արտաշեսի մոտ էլ այդ աչքերի կես տարի մեկ ստուգման ժամանակն է եկել, որ պիտի տանենք, ակնոցը փոխենք, մի խոսքով հարցեր կան, որոնք պիտի հերթով լուծենք։ Ինչպես տեսնում եք, արդեն պատրաստ է մեր ամեն ինչը։ Հիմա նստում ենք ավարտական մասը նկարենք։ Հենց ապիտիտի բույր է տարածվել, չեք պատկերացնի, ես ուղղակի գովազդի համար հարմար ռակուրս եմ ընտրել, հարմար ձևի դրել եմ, որ կարողանամ իմ ուզած հատվածը նկարել։ Երեխեք ջան, ես եկա լոգասենյակ, որպեսզի ազատվեմ մեյքափից, այսօր նկարահանումներինքից, նաև խորենի առողջականի հարցերով էինք զբաղված, այդպես պիտի բժշկի գնալ խորհրդակցել, նշանակումներ աներ, մի խոսքով։ Այդ հարցերով եւս զբաղվում ենք, դրա համար մի քիչ խառնագլուխս էլ առօրյանել, բայց ամեն բան կլուծենք։ Այսօր դիտման մի քիչ այդոս կրերս ավելի շատ էի մուքացել, քանի որ կադրը ուտում է մեյքափը, որպեսզի գոնե մի քիչ կադրում երևար, ինչ որ մեկը գործ անում, երկու անգամ լույսերը տարան։ Մեկից թված այս գործ են անում մեր շենքում, դրա համար են տարել, հետո որ դուրս եկա գնացի խանութ, բանկոմատ պիտի մոտենայի, այսքան օրը ես եմ փորձում տնից դուրս գամ, ուղղակի չեմ նկարել էլի, խորիկը ավելի ճիշտ է, տանը մնա էլի եղանակն էլ վատ է, որ ավելի արագ դուրի։ Մի խոսք որ դուրս եկա, տեսա որ դրսում լույսեր չկա ու հասկացա որ չէ, շենքից չեն անջատել, որտեղ խորենը մտավ լողանալու, մեկ էլ ջրերը տարան, այդպես կիսաօճառոտ ստիպված դուրս եկավ, ջղայնացել էր, ահա որ ասում այս շենքում են թե չէ, հետո հասկացանք, որ երևի չէ, բայց դե իրականում աբսուրդ է, մտնում ես լողանաց, մեկ էլ ջուրը տանում են վրա։ Խորենի սիստեմա միացնող կինը հիմա պիտի գա, ասեցի մի հատ արագ ես մակիաժի ծալու չեմ կարող, որ տանն եմ, չէ լինում, մակիաժը դեռ է դառնում։ Մենք խորենի հետ հիվանդանոցում ենք, վաղ առավոտը եկել ենք ստուգման խորեկին, հերթական բժշկի հետ, հետո կպատմեմ ավելի մանրամասն։ Կատույա, արի, մի գնա, մենք արդեն տուն են գալիս, բայց ես ապտեկա պիտի մտնեմ, դավ սպասի, երեխեք ջան, մենք բժշկից դուրս եկանք, մենք մտանք ապտեկա, պարզվում է մնացած բժիշկները մեզ սխալ ճանապարհով են ուղղորդել, թոքաբորբից ավելի բարդացած վիճակ է, շատ խառն ենք իրականում, ես գրեթե կապի դուրս չեմ գալիս, լրիվ նոր բուժում, որը մի քիչ պես ասած ծախսատար է, բայց մենք արդեն առել ենք ինչ որ պետք է, մի ամիս է տևելու բուժումը, ինքը վտանգավոր է, եթե չբուժվի, դրա համար պետք է ամեն ինչ անենք։ Այս ապտեկայում էլ չկար այդ ձևը։ Մի խոսքով երեխեք ջան, հիմա այս խորը բուժումը պետք է արվի, դրանից բացի երեկվա բժիշկը եւս մի բան էր ասել, որ ինքը կատեի վրա տեսել է, որը մեզ անհանգստացրել է շատ, բայց դրան պետք է անդրադառնանք ավելի ուշ։ Հիմա իրանից ռեալ վտանգ է ներկայացնում սա։ Երեկվանից անսահման ապրումներ ենք ունեցել, արցունքներ, հուզմունք, պանիկա, վախ, չենք հասկանում ինչու՞մն է բանը, որտեղ ոչ մի բժիշկ մեզ հստակ չէր ասում, գիտեք ինչ, ձեր մոտ էսա, ու պետք է անենք էս, սենց անհույս ինչ-որ սենց դե տեսնենք, դե հուսամ կբուժվեք, այս
ու մենք արդեն չգիտեմ, խառը վիճակում ենք, այս բժիշկը շատ լավն էր, մեզ հստակ ամեն ինչ բացատրեց, բացատրելուց հետո հստակ բուժումը նշանակեց, ասեց, որ ինքը երկարատև բուժում է, բայց իրան բուժել կլինի, պիտի լուրջ մոտենանք հարցին, ծխելը, դե գիտեք, պետքա չծխի, լավ սնվի, շատ հեղուկ խմի, ու այդ սիստեմաները 5 օր լրիվ ուրիշ սիստեմանեա նշանք է, ասեց են ինչ իրան մինչև հիմա են նշանակ է, էլ ոնց որ թիթեռնիկ ելնի, համեմատած են խնդրին, որ ինքը ունի, իսկ ինքը արդեն բարդացել է, էլի, որովհետև բնականաբար չի ստացել ճիշտ բուժում ու արդեն են մյուս թոքն էլ որ լսեց, ասեց այս կողմի վրա էլ բան կա, կատեն կիրակյոն ենք արել, մի խոսքով հիմա բոլորիս ուշադրությունը միայն ամուսնուս վրա է, խորիկիս մեռնեմ իրա կյանքի, որ մարդուն սիրում ես, աշխարհը փլվում է գլխիդ, եթե իր այդ մի բան է չի, ցավոք էստեղ էլ չկար իմ ուզած դեղը, իմ հետևորդուհիներ ենքան լավ բաներ ասեց կարող եմ պատվիրել, բայց 1-2-ի կողմերը բերեն, վախենում եմ մեզ շուտ այլ, պետք հիմա ասեցի ես բոլոր ապտեկաները, շնորհակալ եմ շատ, հիմա այս աղջկան ասեցի ես բոլոր ապտեկաները մի հատ նայեմ, տարածքի, եթե չլինի նոր ձեզ կզանգեմ, դուք մի հատ բան կանեք, պատվեր գրանցեք, ասեց ամենայնիվ ես կպատվիրեմ, մինչև, բայց 1-2-ը նոր կբերեն երևի։ Երեխեք ջան, ես եկածուն թե քանի տեղ եմ մտել ծանրոցներով, մենք ջուրը արդում ենք, գիտեք, հիմա խորիկին չեմ թողում դուրս գա, այդ ջուրը մատերս կտրել է տողում է ձերքեր, արագ մտա խանութ մի երկու բան էր պետք, լավաշ վերցրեցի, դե իհարկե զատիկին պատրաստվելու տրամադրություն չունեմ, բայց ասեցի երեխեքի համար գոնե ձու կներկեմ, համել այս քանի օրվա համար էլ, դրա համար 2 հատ 15 հատանոց, մի հատ 10 հատանոց վերցրեցի, որ տանը լինի, ամեն օր հարմար չի դուրս գալ, աղի ջողիկ վերցրեցի երեխեքին, սուրճի հետ սենց Եկերներ են վերցրել, պանիր, ոչ մի տեղ չկար այդ դեղեն աղջկան խնդրեցի, ասեցի, որ ասում եք պատվիրել, պատվիրեք ես կգամ, մակարոն արտաշեսի գծով, խորենից այդ հասարակ վեչենի են վերցրել, որ դեղմեր խմելուց առաջ գոնե խորը մի բան գցի, եթե դաժե ախորժակ չունի, չնաց լավ պիտի սնվի, թթվասեր, կարակ են վերցրել, մի երկու այսպիսի բան, ես է քեզ արևս, մի րոպե, ես է զատիկի համար եմ վերցրել, երեխեքով դեցի մի քիչ ուրախանուն, ոխ, Արտաշեսը հիվանդը նորից, Դավիթին ավարակել, խորիկին արգելեցին, ասեցին, դի ամեն ինչ անեք մի ամիս չհիվանդանա։ Երեխեք ջան, ես նորից դրսում եմ, դեղը, որը պատվիրել եմ, պիտի գնամ վերցնեմ, Սիլաչի մոստի մոտ բանկոմատի հետ գործ ունեմ, էլի խանութ պիտի մտնեմ, ես եկատուն արագ պիլեսոսել եմ, սրբել եմ, որովհետև այս քանի վաղտ այդ խառը վիճակների պատճառով չէի կարողանում պիլեսոս անել, պիլեսոսեցի, սրբեցի, որովհետև որ տունը թափած է, հոգիդ իմ տեսակ խաղաղ չի։ Մի խոսքով, ես չէի պատկերացնում, որ ամենից ես լուրջ եմ, մեզ զունդում է ռուսասորական վիրուսը Արտաշեսից վերցրած։ Բայց արիտես ոչ։ Երեխեք ջան, գործարքներս, անելիքներս արեցի, դեղը վերցրեցի, չեմ հիշում, արդեն ասել եմ, չեմ ասել, այդ սիստեման պատվիրել էի, այդ մի դեղը չկար, դե ասեցի, այդ վերցրել եմ, հիմա մտնեմ անի հանրախանութ, տնտեսական բաներ, ձեռքի օջախ եւ այլն, որ այսքան շուն Աստվածին, որից հետո մտնեմ խորիկիս համար բանջարեղեն, մի բան ասենց լավ պիտի սնվի, վերցնեմ, Աստված ջան, ստեղ մի հատ պապիկ կա 15-20 ժամ հետ մանակալի կերակրում է, իր հետ ֆռում է, լավ էլի ասես, ինչ է, վախենում եմ։ Այդ այս ինչ ես արել, զատիկի համար բան եմ արել, այս պուջուրիկ պատահետ տնտեսականում, բռնել սաղ ճմրթորել է, մտա մի երկու սենց անտիբակտերիալ անջրոցիկներ, սենց անջրոցիկներ, մի րոպե բան ես, ականջի չոփիկ են վերցել, մեր հայկականներ ասեցի տեղական արտադրողին, ես էլ Կլեոպատրան, մի հատ ես ձև անջրոցիկ, մի քանի կանաչի, ձեռքս ստանել էր, շատ բանան վերցրեցի, կարմիր խնձոր, տանց, մեկ էլ ապելսին, շատ չեմ վերցրել դիտմամբ, ամեն օր դուրս եմ գալիս կառնեմ, եթե բան լինի, ուղղակի ծանր որ լինում, այսօր ես ջիլս նենց եմ ցավացել, այդ առաջի պարտիայի ժամանակ, սրանք մի հատ հավաքեմ, մրգերը կտրատեմ, տանեմ խորենին, մի հատ ես էլ կոֆե խմեմ գնաց դրամ, դավնելա կիսա հիվանդ վիճակում Արտաշեսի ցավարակ վերեք, քիթի կպչել ենք, Երեկվա այդ կիսաֆաբրիկատների էջից ուղարկել են նաև հետաքրքիր այսպիսի կոմպլեկտ, որի
մեջ այս տեսակ կոլոլակներ են, այնտեղ բրինձեր ցելոֆանով լվացի, բայց իմ տնից էլ բրինձ ավելացեցի, որտեղ ուզեցի մի քիչ ծավալը մեծ լինի։ Կարտոֆիլ էր, գազար էր, նաև այսպիսի փոքրիկ տուփով կարակ կա հետը եւ այսպիսի սամիտ, բայց ես խարականաչի արել եմ, ես ընդհանուր կլցնեմ։ Հիմա ուզում եմ սուպ սարքեմ խորենի համար։ Դեդիդյան կարակները լավն են, գիտեք։ Ուղղակի ջուրը կլցնեմ ու կդնեմ այսպես, ոչ մի ուրիշ բան։ Ու այս թվում է շատ կարճ ժամանակ հետո մեր սուպի կլինի պատրաստ։ Երեխեքին էլ հեսա տեսնեմ ինչ եմ սարքում, էլի այդ էջից տարբեր բաներ կա, էլի տանը, դրանք էլ սարքեմ, որ ուտելու բան ունենանք։ Մի հատ խառնեմ, հիմա սիստեման ողքինը պիտի գա, այսօրվա սիստեմաները երկար կտևեն, որովհետև քանի դեղից էին իրանք բաղկացած, իրար հետևից պիտի փոխվեն դրանք, հա, ու դա կարծում եմ մի քանի ժամ տևելու է, բայց դա այն որ жизненно необходимо է, էլի, առանց դրա չի լինի, դրա համար ուզենք, չուզենք, հարմար լինի, հարմար չլինի, հոգնեցնող լինի, չլինի, պիտի աշտը որ ասեմ, նենց կոֆե եմ ուզում, խորենը հիմա որ չի ծխում, կոֆե էլա շատ ուշ խմում, որտեղ ինքը իր մոտ այնց սովորություն կա, ծխող մարդիկ այդպես են, չէ, կոֆեն ասոցացվում է սիգարետի հետ, դրա համար իրան չեմ դնում, փոխարենը ասեցի խորես մրգերը բերեմ, այնքան համով տանձ էր արել, ինձ թված համով չի լինելու, բայց շատ քաղցրեր։ Նարինջն էլ ուրիշ էի վերցրել, այդ աշխատողը ասեց, այն մեկը ավելի քաղցր հյութալի է, ասեցի լավ են մեկը տվեք։ Այդպես շատ մեծ ստրես ենք տարել երեխեք ջան, շատ։ Որ սկզբում քեզ թվում է, որ օքեյ, վիրուս է, անգավ կլավանա, բուժում է ստանում, կատեն արել ենք, ամեն ինչ արել ենք, բժիշկներն էլ են, որ սենց իրանք էլ չեն հասկանում ինչ են անում, այն մի բժշկուհին բաբշե մի քանի բժիշկ են փոխել։ Նախավերջին ընդհանրապես այդպես էլ չեկավ ու չհանդիպեց։ Սկզբում մենք պիտի գնանք, հետո ասես տնայից կանի, հետո ասես քաղաքում չի կարող ու այդպես մենք օրեր կորցրեցինք։ Ու ոնց կարելի է լինել այդ չափ մատերի արանքով նայող, երբ ամեն օրը թոքերի հետ խաղ չեն անում, ամեն օր փաստորեն կատե անելուց հետո վիճակը ավելի վատացել էր։ Փաստորեն այն մի թոքն էլ էսօր, որ այդ մարդը լսեց, կատեի օր այն մի թոքը մաքուր էր։ Իսկ այսօր արդեն ընդեղ էլ կային պրոցեսներ։ Ինչի պիտի մենք ժամանակ կորցնենք, ինչի պիտի մենք մտածենք, որ ինքը բուժում է ստանում, ամեն ինչ լավ կլինի, բայց ջերմությունը չի իջնում ու չի իջնում։ Մենք արդեն հասկացանք, որ պետքա շատ լուրջ զբաղվենք դրանով, որ պետքա բժիշկ փոխվի, որ պետքա այն որ ասում է տրիվոժնի վիզով, զվանոկ, պետքա մի հատ թափ տալ, որ հասկանանք ինչումն է հարցը։ Պատասխան ենք ուզում, հարցնում ենք ինչն է, դիագնոզը, որպես այդպեսի։ Այն որ չեն ասում հստակ ինչ է կատարվում։ Դե այն որ զգում ես, որ ինչ որ բարդ պրոցես է, զգում ես, որ վտանգներ ունի այդ ամեն ինչը, ու չեն, բա այսօրվա մարդ ամեն ինչ բարդ բացատրեց, մենք գոնե վերջապես հասկացանք, որն է մեր խնդիրը։ Եվ իհարկե պիտի նաև եւս մի կատե անենք օրեր անց, որ այն մի բժիշկի ասած այդ դիագնոզը, եթե այդպես կարելի ասել, հասկանանք մի հատ դա այդպես չի։ Միգուցե դա այս վիճակը, որ իր դավես մի րոպե էլի, այդ վիճակը, որ խաղաղվի բուժեն, կարող է այդ ասացնել այդ մարդու, ոնց որ խաղաղվի, անցնի Աստված առաջ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է, եւ իհարկե ինչն էլ մեր ձեռքերում է, մենք պիտի անենք բուժումներ, սնունդ, հեղուկներ, չգիտեմ, խորս դու հեղուկներդ պահում ես, չէ՞։ Պիտի 2 լիտր մինիմում ասեց։ Ես հեսա որ բան անես, այդ մրգի վրայից մի կես ժամ ասի կաթդ կտամ կխմես կակաոյի յուղով։ Հա, դե լավ է խորս։ Հա, այդ էմոցիաներից այն բերանն էլ ես ու անթադ չորանում է։ Ջանիկս, շորթրա։ Մաման մերմես սրտի։ Խնդրում եմ մի հատ նայեք, այսօր ապսեկայից մենք ինչքան դեղ ենք առել, սիստեմաներ, դեղեր, այս երկու տուփը, այսքանը պետքա խորենը ընդունի, որպեսզի Աստծո կամոք եւ բժշկի օգնությամբ ապակինվի երեխեք ջան, այս հենց ահռելի ծավալ։ Ապտեկայում այսօր մենք ծախսել ենք երևի թե մոտ 80,000 դրամ, սաղ իրար հետ եթե գումարեմ։ 75-80 հազար դրամ եւ իհարկե նաեւ բժշկին պիտի վճարենք 80,000 ամբողջ բուժման համար այսօր մի մասը արդեն ես թողել եմ իր մոտ մի խոսքով մեր երկրում էդ եմ ասում խորենին ասում եմ խոր ջան եթե մարդը գումար չունենա սոված եմ ասում հիմա կմնա ու
ինչ կրնի այդ մարդու հետ, ոչ մեկին չի հետաքրքրի, որովհետև ոչ մեկ իրեն չի բերի ոչ տեղ կտա, ոչ էլ բուժօգնություն։ Պատվերով իհարկե ինչ որ բաներ արվում են, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա այդքան էլ ցավոք սրտի հավաստի չի։ Մի խոսքով երեխեք ջան, կաշմար կակոյ։ Ճաշը համարյա պատրաստան են ծանր շոտ անգել։ Այդ է ասում խորիկին, ասում եմ այսօրվա այդ բժշկի ծախսերը այդ հələ մի մասն է։ Բայց այդ սխալ բուժումները, այդ ստուգումները, ռենտգեն, այս բժշկին տուր, այն բժշկին տուր ու իտոգում որ սխալ կամ կիսատ բուժումներ էին այդ ամեն ինչը։ Այդ էլ տեղ ես դու ծախսում, բայց ինչի այդ ծախսը ջանդամ հələ դու կորցնում ես ամենաթանկը ժամանակը։ Զոսաղորը կռիվ եմ անում իրանց հետ ինքսինց ես գրում գալի նույն բանը խոսում եմ, որ սիրտս հանգստանա։ Որտեղ ահա ու ջղայնացած եմ, որտեղ գտնում եմ, որ իրանք խաղում են մարդկային կյանքերի հետ։ Մա Հորս երբ քեզ ճաշիկ բերեմ կյանք։ Փուչիկ էր։ Իրեք մենք չարեցին վիրաբուժի բուժումով Ոչ մի բան։ Մենք երեք ստանդարտ սիստեմա ստացանք։ Երեխեք ջան, այստեղ ինչպես տեսնում եք, կաթ եմ դրել որեփի, Դավնո Արտաշեսնել են տենց գրիպոզ վիճակում, իրենք էլ կխմեն խորենի հետ։ Խորենին կաթը պետքա տամ կակաոյի յուղով, այստեղ պատրաստել եմ երեխեքին էլ։ Խորենին մի պլիտը չկա կտամ, իսկ երեխեքին կկիսեմ։ Եվ խորենի համար այսօր վերցրել է այդ պեչենիները տապլյոնի բանով, խտացած կաթով էլի կարոչի, իրանք շատ համովն էին, ես նոր կերամ մի հատ, так что այդպես իստում ավելի համով կլինի այս պրոցեսը, հուսամ երեխեքը կակաոյի յուղը կխմեն, այդ պահը մի քիչ կասկած ունեմ, իստում Դավը կխմի, այ Արտաշեսը կխմի, թե ոչ շուտով կհասկանանք, բայց կյացու բատիկը չես, հələ խմի ասա, տեսնեմ կակաուն շատ անդուր է, Ուй տաքան։ հա, բայց շատ տաք է, հա Հա Հոտը ամեն դեպքում շոկոլադի հոտը, այդ հավես է, կակաոյի հոտը։ Չէ, ես սիրում եմ։ Այսօրվա վլոգը ուզում եմ դու ամփոփես խորճան։ Ինչ ասեմ անջան։ Խաղաղություն մեր երկրին, առողջություն բոլորիդ։ Եվ ասա շնորհակալություն լավ մաղթանքների համար, որտեղ մաղթելու է քեզ առողջություն։ Բոլորիդ լավ խոսքերի համար։ Всё, целуем, до новых встреч։ Պուջուրիկ վլոգներ կարողա լինեն այսքանի վաղտը, բայց դե կփորձեմ գոնե մի քիչ ձեզ էլ մեր կյանքին մասնակից դարձնեմ։ Հիմա գիտեք, այդքան էլ ճիշտ ասած տրամադրված չեմ նկարելուն, բայց փորձում եմ շատ չանհետանամ, չկորեմ։ Всё։ Bye 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 bye։